Կիրակնորյա դպրոցի սաները խնոց ու թան են հյուրասիրում եկեղեցի այցելողներին։ Ներքին դվինում մեծ ու փոքրով նշում են իրենց գյուղի եկեղեցու ուխտի օրը։ Այստեղ է նաև Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի առաջնորդությամբ։ Ուխտի պատարագը մատուցեց Տեր Աբրահամ Քահանա Մարտիրոսյանը։ Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է 26 տարի առաջ, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Խորհրդային իշխանության փլուզումից հետո հիմնադրված առաջին եկեղեցիներից է։ Հիմնարկեքը կատարել է երջանկահիշատակ Գարեգին I կաթողիկոսը 1996 թվականին։ Այդ ժամանակ էր սրբավայրը կոչել է Սուրբ Հարություն, նկատի ունենալով նորաստեղծ պետականությունը, անկախությունը եւ հոգեվոր վերազարթոնքը։ Նրա երազանքն էր, որպեսզի ժողովուրդը ուշքի գար հոգեվոր անապատացումից եւ վերագտներ իր հավատը։ 2000 թվականին ներկայիս մեր վեհապար հայրապետը նորին Սուրբ Օծություն Գարեգին II կաթողիկոսը կնիքն է դնում այդ տեսիքի, այդ հույսի օծելով արդեն կանգուն Սուրբ Հարություն անունը կրող այս եկեղեցի։ Բայց հիմա ինձ մոտ անկեղծ ասած երանության վիճակ ունենալով մի հարց է ծագում։ Արդյոք այս եկեղեցին եւ այն տեսիլքը, այն հույսը, որ ունեին մեր հայրերը, հոգևոր թե աշխարհական, այն շինարարները, որը քարը քարի վրա էին դնում, արդյոք այդ հարության իրողությունը կենսականացավ մեր կյանքում եւ հատկապես այս շրջապատում, այս շրջանակում, այս գյուղերի միասնության մեջ, արդյոք այս հարության խորհուրդը խոխեց մեր սրտերը, խոխեց մեր կյանքը, իհարկե ոչ։ Եվ ամենակարևորը ինձ համար, որ ես միշտ կարծում եմ մեր հոգևոր կյանքի, այսպես ասած, նաև օրհնաբեր պտուղն է, մեր այս տարածաշրջանը դրախտի վերածեցինք հարության այս լուսավոր խորհրդի մեջ, իհարկե ոչ, բայց այս զարմանալի չէ։ Ես սրա պատասխանը տալիս է այսօրվա ավետարանը, որը քիչ առաջ հռչակվեց Սուրբ Խորանից։ Դե ի՞նչն էր այդ ավետարանի ամենազարմանալի կետը։ Հիսուսի եղբայրները, Հիսուսի տան անդամները, մերձավորները չէին հավատում։ Այնպես որ եկեղեցու ներկայությունը դեռ երաշտիկ չէ, որ մեր կյանքը ինչ-որ հրաշքով վերապոխվելու է երջանի, երանավետ, սիրով առնեցում, պտղաբեր, օրհնաբեր կյանքի։ Աստված մեր տրամադիր սրտերն ու մտքերն է ուզում, ոչ թե մեր հրաշք փնտրելը։ Եկեղեցու բարերարը ծագումով դվինցի Սամվել Տիգրանյանն է։ Սուրբ Հարություն եկեղեցու նմանությամբ եկեղեցի իր հայ ընկերների հետ կառուցել է նաև Օդեսայում, որտեղ ապրում է ավելի քան 5 տասնամյակ։ Գարեգին I կաթողիկոսի ընտրությունների ժամանակ ես դելեգատ էի ընտրություններ, 2 կաթողիկոսի ընտրություններին մասնակցել եմ։ Արտասահմանի եպիսկոպոսները ուզեցին գյուղի կյանքը տեսնել, հրավիրեցի մեր գյուղ, 8 եպիսկոպոս։ Հարցրին բայ գյուղում եկեղեցի կա, եկանք եկեղեցին ես գերեզմանի հետևնա փլված է արդեն լրիվ, կա, բայց փլված է։ Բա այդքան հավատացյալ ժողովուրդ կա, կարելի է վերանորոգել։ Ես էլ ասի, որ վերանորոգել պետք է այդ քանդած արդեն ճանապարհ չկա, բան ավելի լավ է նորը կառուցենք։ Ես տարածել իմ պապու այգիներն են եղել, ասի դե մեկ է ինձ այդ այգիները հիմա բան չեն անհրաժեշտ չեն, ու տենց մտաղացում եղավ, հրավիրեցի Գարեգին I-ին, Գարեգին II-ն էլ իր տեղապաններ, եկան գյուղ, օրհնեցին ու տենց կառուցվեց այդ եկեղեցին։
Սամվել Տիգրանյանը կրծքին կրում է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի շնորհած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը։ Այն սովորաբար շնորհվում է ազգային հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման գործում ներդրում ունեցած մարդկանց։ Եկեղեցու բարերարն այսօր միայն մեկ բանի համար է զղջում։ Եթե պատկերացնեի, շատ ավելի մեծ սարքենք, կառուցենք, որ այսքան ժողովուրդ կհավաքվի։ Այն ժամանակ դե ով էր գնում, գիտեք, շատ քիչ մարդիկ։ Եվ իսկապես հոգևոր հովիվ Տերի Եղիշե Քահանա Նուրիջանյանն իր երկարամյա ծառայության ընթացքում արել է ամեն բան ձևավորելու ամուր ու միասնական համայնք, հիմնել է Կիրակնորյա դպրոց եւ երիտասարդաց միություն։ Եկեղեցական կյանքում ներգրավված են բոլորը։ Տերհայրը նախաձեռնում եւ մշակում է կրթական ու համայնքային ծրագրեր, որոնք նպաստում են երիտասարդների շփմանը, ուսմանը եւ համատեղ գործունեությանը։ Մենք ընդհանրապես Կիրակնորյայի 5 խումբ ունենք։ Այսինքն մեր հոգևոր հովության ներքո գտնվող համայնքներում Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդի Քնաբերդ եւ Դվին ամեն համայնքում Կիրակնորյայի խմբեր ունենք, ամեն խմբում մոտավորապես 35 հոգանոց հոգի։ 2-3 տարի է արդեն, ինչ ունենք երիտասարդ միություն եւ Կիրակնորյա դպրոց, Տերհայրը բացեց, ունենք հովանավոր նույնիսկ, ով Կիրակնորյա դպրոցները բացեց, տենց Տերհայրն էլ ներդրում ունեցավ, եթե Տերհայրը չլիներ, ինձ թվում է երեխաները չեն հավաքվի ու տենց տոներ, միջոցառումներ, Կիրակնորյան էլ չէր լինի, պատարագից հետո անում ենք Կիրակնորյա, կարդում ենք աստվածաշնչյան գրքեր, ունենք նաև ուսուցիչ, հետո քաղցրավենիքի հյուրասիրություն ու տենց։ Նաև սովորում ենք տարբեր սաղմոսներ, ու այդ սաղմոսներով գնում ենք տարբեր ուխտագնացություններ։ Երիտասարդի հետ հոգևոր կապ ստեղծելու, նրանց եկեղեցի բերելու համար Տերհայրն ասում է, շատ բան պետք չէ՝ սեր, նվիրում, հայրական վերաբերմունք եւ իհարկե հետևողական աշխատանք։ Միասին թեւ-թևի տված կազմակերպում ենք եկեղեցու հետ կապված միջոցառումները եւ երիտասարդասմիությունը ոնց որ եկեղեցուն ամենամոտ կանգնած օղակներից մեկն է, Տերհայրի աջ թևը, այսպես ասած, որ ամեն հարցում օգնում են։ Շատերս սկսեցինք գալ եկեղեցի, մասնակցել այսպիսի միջոցառումներին, պատարակներին, ժամերգություններին, ավելի մոտեցանք եկեղեցուն եւ կոնկրետ իմ մեջ հավատքը ել ավելի շատացավ։ Եկեղեցին եւ կից շինությունները բարեկարգվել են, նորոգվել է նաեւ մատաղատուն հյուրասրահը, որտեղ ցուրտ եղանակներին նաեւ երիտասարդաց միության Կիրակնորյա դպրոցի մշակութային միջոցառումներ են անցկացվում։ Նորոգումն արվել է համայնքի աջակցությամբ, իսկ եկեղեցու 3 նոր զանգերը, նորակառույց գրատունը, որն արդեն գործում է, երիցատունը եւ արևային կայանը բարերարի նվերն է համայնքին։ Մասյացոտնի թեմը վերջին շրջանում դժվարին օրեր է ապրում։ Նախկին առաջնորդը Կարգալույծ Արման Սարոյանը տևական ժամանակ է շարունակում է զավթած պահել առաջնորդարանը։ 3 քահանա միացել է հակաեկեղեցական արշավին։ Դրա պատճառով նրանց հոգացության տակ գտնվող համայնքները պառակտվել են։ Սակայն ներքին Դվինում հավաքված հավատացյալների այս մեծ բազմությունը եւ քահանայեց դասի միասնականությունը վկայում են թեմի ներքին ամրության եւ Սուրբ Էջմիածնի շուրջ համախմբվածության մասին։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։